Միջալես մի հատ Անուշավան անունով սրբազան կա, ես մի անգամ դիմել եմ կոսմետոլոգներին, որտեվ ես այդպես առանձնապես լավ չեմ հասկանում, բայց շատ կանայք են ինձ ասել տպավորություն է, որ ինչ որ բանը հատուկ միջոցներ է կիրառել, կոսմետիկական ինչ որ բաներ է արել, ավելի գրավիչ եւ գայթակղիչ երևա, աբսուրդ, ես ուզում եմ հասկանալ, եթե այդպես է, իսկապես ոնց եք պատկերացնում, որ եպիսկոպոսը բանը սրբազանը ուզենա այդպես գայթակղիչ եւ գրավիչ երևա, մեկնաբանություններն ու եզրանկումներ թողնում եմ ձեզ, այս անձը ուրեմն պարզվում է, որ թռել է, ինչպես Անուշավան սրբազանը, ես հույս ունեմ, որ կարգալույց կանեն, չէ, ոչինչ, թող մնա, իրանք իրար պակաս չեն, այս մարդը ուրեմն 2 օր առաջ գիտեք, որ պատարակ էր Գրիգոր Լուսավորիչում եւ այդ պատարակի ժամանակ ինքը լինելով այնտեղի հոգևոր առաջնորդը այս անձը ուրեմն ներկա չի եղել, դե չգիտեմ, երևի կամ իրենց գլխավոր սատանայից են ամանչել, վախեցել, որ գնան այնտեղ հանկարծ կարող են ողջունել, բան անել վեհապար հորը կամ մյուս հոգևորականներին կամ իսկապես անհարմար է զգացել նայել իրենց ասկին, թռել է, չկա մարդը, մեկ էլ այդ օրը միանգամից որոշում է արձակուրդ գնալ մինչև դեկտեմբերի 24-ը, բայց սա պնդաճակատ է, դե սա հին կաշի է